Նախ առաջ ես արդեն հոգնել եմ այդ փոքրիկ նկարներս պատերին փակցնելուց, իմ թիմն էլ է հոգնել, որտեվ այսպես եթե առավոտյան ենք փակցնում, ապա կեսօրին չկա, եթե կեսօրին ենք փակցնում, ապա երեկոյան չկա։ Ես չեմ կարող հետևել ոչ տարածքով, որտեվ հսկայական տարածք է դա, ծայրից ծայր մոտ 70 կիլոմետր երկարություն ունի։ Ձեր հիմնական մրցակիցը այդ ընտրատարածքում։ Այդ Համլետ Հարությունյանն եմ կարծիքով, որտեղ ամբողջ օլիգարխիկ համակարգ, քրեա օլիգարխիկ համակարգը աշխատում է նրա համար։ Դուք Գուլոյանին չեք համարում ձեր մրցակիցը։ Գիտեք, այսպես ասեմ, Գուլյանը իմ մրցակիցը այնքանով է, ասենք, որքանով նա հանդիսանում է Ծառուկյան Գագիկի խնամին։ Դե կարող է այսօր խնամի է, վաղը խնամի չի, չեմ կարող ասել, բայց կյանքում ամեն ինչ լինում է։ Ինչ վերաբերում որ նրանից միջև այսօր, ասենք Գուլյանից ինչ չեն զեկուցել, որ ընտրակաշառքաբաժանում Գուլյանը, ինչ չեն զեկուցել, որ ընտրացուցակները արդեն հավաքում եւ մարդկանց խոստանում 15000 դրամ։ Դրա փոխարեն ինձ պարբերաբար զեկուցում են, որ այստեղ այնտեղ ուրեմն այս դպրոցի տնօրենը, այն դպրոցի տնօրենը, այն գյուղապետը ցուցակները կազմում Այդ ցուցակները կազմում են, որպեսզի ընտրությունների ժամանակ վերջի օրը, երբ որ լռություն կլինի, սկսեն գումարները բաժանել մարդկանց։ Պարոն Եղիազարյան, գուցե ձեզ չեն ուզում վատություն անել, հա, ԲՀԿ-ին եւ չեն ուզում զեկուցել ԲՀԿ-ի խախտումների հետ կապ։ Ձեզ մի բան ասեմ, համենայն դեպս այսօրվա դրությամբ ԲՀԿ-ի թեկնածուի խախտումները մոտավորապես կլինեն իմ արած խախտումները։ Դուք պատկերացնում եք, ասենք թե ես վերցնեմ ընտրակաշառք բաժանեմ։ Ուրեմն մեկ ժամ դա կտևի, անմիջապես կալանավորվեմ։ Իմ կարծիքով այսօրվա դրությամբ ԲՀԿ-ի թեկնածուն գտնվում է նույն վիճակի մեջ։ Ինչ որ դուք։ Ինչ որ ես գումար չունեմ որ բաժանեմ։ Գուլյանը հարուստ մարդ է, կարող է բաժանի։ Բայց իմ տվյալներով նույն Գուլյանը այսօր դրությամբ գտնվում է իմ կարգավիճակում։ Ես դա չեմ կարող ասել, եթե այստեղ դեր խաղա, այդ խնամիությունը դեր խաղա։ Ես ասեմ, որ նույն Գագիկ Ծառուկյանը, ասենք, այն գյուղերում, որտեղ որ ես այսօր աշխատում եմ մարդկանց հետ, ասենք, այդ համայնքներում նախկինում լուրջ աշխատանքներ է տարել, այն առումով, որ մի գյուղի դպրոցն է վերանորոգել, մյուսի ուրեմն սպորտային դալիճն է վերանորոգել, այնտեղ մի 10-15 երեխայի ուղարկել է մրցումների իր հաշվին եւ այլն, այսինքն այդ բաները եղել են։ Այսինքն ժամանակին նա այդ համայնքում իրոք հսկայածավալ բարեգործական գործունեություն է ծավալել, որը կարող խնամուն օգնի, ես բան չունեմ ասելու։ Եթե մարդը այն ժամանակ արել է, շատ լավ է, հիմա չի անում։ Իսկ ինչ վերաբերում է, ասենք, թե այն մյուս տեխնացուին, օրինակ, այս Գուլյանի այդ պաստառները, նկարները, իմ նկարներից քիչ են տարբերվում իրենց մեծությամբ։ Ցուցակներ ստուգել եմ, հիմա էլ այդ աշխատանքները կատարում ենք, ճիշտ ասած, որոշ մասը պահում են, որպեսզի նրանք կեղծիքներ անեն եւ ասեմ, այս մարդիկ մահացած են։ Ես անկեղծ եմ ասում։ Ասենք թե մարտավարական գաղտնիք չէ։ Հա, ինձ խնդրեցին, որ չէ, մեկ ասրանք անելու են, որտեղ սրանց հույսը առաջինը դիակներն են, հանգուցյալները։ Բայց իրենք չեն հասկանում, Ֆինշեվով ստեղ շատ վատ բան կա դրած։ Շատ վատ։ Ինչ զենքով է գնում Հայազգային կոնգրես ընտրությունների, ձեր ասած փոխաբերական իմաստով եմ զենքը։ Ասեմ դες։ Նկատի ունեմ վստահված անձ։ Սարսափելի զենք։ Վստահված անձ։ Նեյտրոնային զենք ունենք։ Հա։ Ճշմարտությունը։ Չէ, ազնվությունը։ Գործնական զենք եւ պարկեշտությունը։ Ությունների մի ամբողջ շարք զենք ունենք։ Իդեմ իզմերի, ֆաշիզմի, նեոնացիոնալիզմի եւ այլիզմների։ Լավ, վստահված անձանց քանակ, ինչքան վստահված անձ ունենք, ինչ բաշխումակարգ։ Ասեմ դες, հենց ես տեղից գնում եմ եւ մոտ 22 հոգու պետք է ցուցակից հանեմ իմ վստահված անձանց։ Որտեվ հեռախոսային խոսակցությունների մեջ եղել են բաց խոսակցություններ եւ դրանց հետ աշխատել են արդեն։ Հիմա պետք է գնամ եւ 2 օր ունեմ, որպեսզի լրացնեմ այդ քանակը։
Իսկ պարոն Եղիազարյան, գուցե դուք այդ դիրքերից ելնելով պարոն Բուլոյանի հետ չեք ուզում այդպես իրեն Ինչու ոչ նաև այդ դիրքերից ելնելով ընդհանուր շահից ելնելով։ Այսինքն որոշակիորեն կաշկանդված է։ Չէ, բայց պարոն Բուլոյանը եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինի, իրոք քաղաքացի լինի, ինձ միանշանակ իր տեղը կզիջի։ Գիտեք ինչի համար։ Որտեղ ինքը երբեք չի անի ազգային ժողովում սրանց դեմ, ինչ որ ես կանեմ։